Ռուսաստանը 2025 թվականի ընթացքում արտահանել է 324 հազար տոննա խոզի միս։ Ռուսական խոզի մսի խոշորագույն ներմուծողներից չորրորդը Հայաստանն է, որն այս մթերքի ներկրումը 14%-ով ավելացրել է 2024-ի համեմատ։ Այս վիճակագրության հետևում դատարկված խոզաբուծարաններ եւ սնանկացած ֆերմերներ են։ Հայաստանում էականորեն նվազել է խոզերի գլխաքանակը։ Կառավարությունը տարեսկզբին որոշել էր աջակցել տեղի արտադրողներին։ Սահմանափակել էր կենդանի խոզերի ներկրումը Ռուսաստանից 6 ամսով, բայց այդ ժամկետը չլրացած վերացրել էր սահմանափակումը։ Պատճառը ռուբլու արժևորումն էր։ Դա զգալիորեն նվազեցնում է տնտեսվարողների շահագրգռվածությունը կենդանի խոզերի ներկրման առումով։ Դրան զուգահեռ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում խոզամայրերինը շուրջ 1300-ով։ Արդյունքում միայն 2025 թվականի խոզի մսի արտադրությունը կնվազի գրեթե 1300 տոննայով։ Այդուհանդերձ, ռուսական խոզի մսի ներկրումը շարունակում է մնալ բավականին շահավետ բիզնես։ Տեղական ֆերմերներն էլ հիվանդությունների հարվածների զատ կանգնում են ներկրված մսի հետ մրցակցության խնդրի առաջ։ Մրցակցություն, որից միշտ տեղականը պատված է դուրս գալիս։ Ռուսաստանում կերը բավականաչափ էժան է, պատկերացրեք ցորենը այնտեղ 10-12 ռուբլի է, մեր դրամի վերածած, որը 50-ից 55 դրամ է անում։ Եգիպտացորենը նորից բավականին ցածր գին ունի, արևածաղկի սերմը եւ գարին եւ մնացած մշակաբույսերը, հացատիկային մշակաբույսերը բավականին էժան են։ Բայց Ռուսաստանում միշտ էլ հացազգիները ավելի մատչելի են եղել, քան Հայաստանում։ Ծավալների ահռելի տարբերությունն է իր դերը խաղում։ Այդ դեպքում ի՞նչն է փոխվել վերջին տարիներին։ Ինչու է ռուսական խոզը գրավել հայկական շուկան։ Թարմիսը ավելի համեղ է, խորը սառեցված է համեմատ, եւ դրա շնորհիվ Հայաստանում բարձր գնով խոզի միսը իրացվելությունը տեղեր ունենում եւ այդպես շարունակում էր։ Վերջի տարիներին Ռուսաստանից սկսեցին ներմուծել նաեւ կենդանի խոզ, նաեւ ներմուծեցին պաղեցված միս, ոչ թե խորը սառեցված, ինչը համայն հատկանիշներով քիչ է զիջում տեղականի եւ շատ մարդիկ չեն էլ կարողանում տարբերակել։ Այստեղ դեր են խաղում նաև շուկայում ընդունված ավանդույթները։ Հայաստանում ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հիմնականում նախընտրությունը տալիս են մինչև 40 կիլոգրամանոց խոզերին։ Խոզի միսը նախընտրում են 40 կիլոնոց մաքուր խոզի միս, ինչը ֆերմերի համար տվյալ պարագայում, երբ որ հասնում է 40 կիլո, իր ինքնարժեքը բարձր է լինում։ Արտասահմանում խոզը 190-200 կիլոյի չափ են թողում հասնում են, օր են մորթում, ու այդ ժամանակ խոզի մսի ինքնարժեքը բավականին իջնում է։ Իսկ ինչ կարող է անել այս պահին կառավարությունը, որպեսզի խոզաբուծական մնացած ֆերմաները չսննկանան։ Մասնագետների կարծիքով անհրաժեշտ է նորից կենդանի խոզերի ներկրմանն առնչվող սահմանափակումներ կիրառել։ Բացի այդ, սուբսիդավորել կենդանիների համար գնվող կերերը մեր ֆերմերների համար։ Սա պարենային անվտանգության խնդիր է։ Մի օր, երբ մսի ներկրումը թեկուզ կարճ ժամանակով դադարեցվի, խոզի մսի գինը խիստ կաճի, այն պարզ պատճառով, որ տեղական արտադրությունը գրեթե զրոյացած կլինի։ Արմեն Աթալյան, Զորաբ Կարամյան, ժամը լրատվական։